Ուրախ եմ, որ այս առիթն ունեմ նորից ձեր մեջ լինելու։ Ինձ համար միշտ առանձնահատկում է Տիրոջ կամքի համեմատ, Տիրոջ խոսքը ծառայել, Տիրոջ խոսքը փոխանցել, եւ այն ինչ որ անում ենք առհասարակ, Տիրոջ համար ենք անում։ Երբ որ ընդհանրապես մտածում ենք կանչվածության եւ ծառայության մասին, պետք է հասկանանք մի բան։ Աստծո մոտ անկարևոր ծառայություն չկա։ Ամեն մեկս պետք է անենք այն, ինչի մեջ որ Տերն է կանչել, ինքն է սահմանել, եւ դրա մեջ պետք է հավատարիմ լինենք։ Եթե կարծում եք, որ ծառայությունը այս բեմիով է սկսվում ու բեմով է ավարտվում, նորից սխալվում եք, սիրելիներ։ Ամեն մեկդ ունեք հստակ կանչվածություն Տիրոջ առաջ ծառայելու, ձեր լավագույնն անելու։ Եվ դա տարբեր է, ծառայությունները տարբեր են, բայց տվողն ով է, նույն Աստվածն է, վարձատրողը նույնպես նույն Աստվածն է։ Այնպես որ իրապես ձգտեք ամեն մեկը տանելու այն, ինչի մեջ որ ձեզ Տերը կանչել է, դրա մեջ հավատարիմ եղեք, մնացածը Աստծունն է։ Շարունակելու ենք այսօր մեր Թեսաղոնիկեցիս նամակի սերտողությունը եւ Գիշեք, անցած կիրակի խոսում էինք, թե ինչպես ձեռք բերենք մխիթարություն նեղությունների մեջ։ Եվ սա մի իրավիճակ է, որ ամեն մեկս էլ անցնում ենք, ամեն մեկս էլ խնդիրների, հարցերի միջով անցնում ենք եւ կարիք ունենք մխիթարվելու։ Այս թեմայի շարունակության շրջանակում Պողոս Արաքյալն առանձնացնում է որոշ առումով լուսո որդիների եւ խավարի որդիների, այսօր երբ որ առակածը եղբայրս կարդում էր, մի փոքր այդ համեմատությունը նույնպես տեսնում ենք իմաստունների եւ հիմարների, իմաստունների վերջը ինչա լինելու եւ հիմարների վերջը ինչա լինելու։ Այսօրվա մեր շրջանակում մեր իրականության մեջ մի քիչ խառնվել է, լղոզվել է հասկացողությունը լուսո որդիների ու խավարի որդիների։ Շատ հոգևորականներ, որոնք որ պետք է լինեն լուսո որդիներ, վարվում են, խոսում են այնպես, կարծես թե սևի կամ այդքան էլ լույսի հետ կապ չունեցող մարդիկ են։ Շատ ձև ասած քաղաքական գործիչներ իրանց դրել են հոգևորականների տեղը, ու ինչ եմ ասում, այս ամեն ինչը խառնվել է։ Այս ամեն ինչի մեջ որոշ առումով հարցեր առաջանում վերջի վերջո։ Լուսո որդիները ինչով են տարբերվում խավարի որդիներից։ Ինչ նմանություն կա կամ ինչն է, որն է հիմնական տարբերությունը, որը որ պետք է ունենանք։ Ինչի, որովհետև լուսո որդիներն են, որ ունեն այդ մխիթարությունն ու այդ հույսը։ Եվ հենց այսօր խոսելու ենք լույսո եւ խավարի որդիների մասին։ Գիտեք, Հիսուս Քրիստոս մի քանի առակ պատմեց, ընդհանրապես վերջի դատաստանի հետ կապված, որտեղ որ եթե կհիշեք, գառներին բաժանեց ումից, այծերից, ցորենը բաժանեց որոմներից, իմաստուններին, հիմարներից եւ խավարը լույսից։ Շատ հստակ հասկացողություն կա, որ մեզ համար պետք է հստակ լինի։ Չկա մեջտեղի երրորդ տարբերակը, կամ Տիրոջինն ես, կամ Տիրոջ գառն ես, կամ ցորենն ես, կամ իմաստունն ես, կամ լույսի որդին ես, կամ այծերի մեջ ես, որոմների մեջ ես, հիմարների մեջ ես ու խավարի մեջ ես։ Երրորդ տարբերակը չկա, կամ այստեղ եմ, կամ այստեղ եմ։ Երբ որ ասում լղոզված է հիմա իրավիճակը, գիտեք հիմա չեմ անդրադառնալու այդ ողջ պատմություններին, թե ինչա կատարվում մեր ընդհանրապես շրջապատում, առավել ևս այս վերջերս Գյումրիի շրջանակում։ Բայց երբ որ նման իրավիճակ ես տենում, հարցը առաջանում, ինչի ասենց լղոզված, ուր է վերջի վերջո Տիրոջ զավակները, լուսո որդիները, եւ ուր են խավարի զավակները, ինչի որտեղ կարծես թե սա լղոզվել է, դարել է սա նույն մակարդակի ու չակերտավոր շատ
տիրոջ զավակներ վարվում են շատ ավելի վատ, քան թե վարվում են շատ աշխարհիկներ։ Դրա համար կարիքը կա նորից անդրադառնալու այս հարցին, եւ Պողոս առաքյալը ինչ է անում, առանձնացնում է, ցույց է տալի նկարագրությունը թե լուսո զավակների, թե նաեւ խավարի զավակների։ Խնդրում եմ բացեք Առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ, կարդալու ենք միասին 1-ից 11 համարները։ Առաջի Թեսաղոնիկեցիս նամակը 5-րդ գլուխ, կընթերցենք միասին 1-ից 11 համարները։ Եկեք ի նշան հարգանքի ոտքի վրա ընթերցենք։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5, 1-ից 11։ Ինչ վերաբերվում է ժամերին ու ժամանակներին, եղբայրներ, ձեզ գրելու կարիք չկա, որտեվ դուք ինքներդ հաստատ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է, ինչպես գողը գիշերով։ Երբ ասեն, թե խաղաղություն եւ ապահովություն է, այն ժամանակ նրանց վրա կործանումը հանկարծակի կհասնի, ինչպես երկունքը հղի կնոջ վրա ու նրանք չեն ազատվելու։ Իսկ դուք եղբայրներ, խավարի մեջ չեք, որ այդ օրը գողի պես ձեզ վրա հասնի։ Դուք բոլորդ լույսի որդիներ եք ու ցերեկվա որդիներ, գիշերինը չեք, ոչ էլ խավարինը։ Ուստի ուրիշների պես չքնենք, այլ արթուն եւ զգաստ լինենք, որովհետեւ ովքեր քնում են, գիշերն են քնում, եւ ովքեր հարբում են, գիշերն են հարբում։ Իսկ մենք ցերեկվանը լինելով արթուն լինենք, հավատի ու սիրո զրահը եւ փրկության հույսի սաղավարտը հագած, որտեւ Աստված մեզ բարկության համար չի սահմանել, այլ փրկություն ստանալու համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որ մեզ համար մեռավ, որպեսզի արթուն լինենք, թե քնած նրա հետ ապրենք։ Դրա համար միմյանց քաջալերեք եւ ամրապնդեք, ինչպես որ արդեն անում եք։ Աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալիս քո խոսքի համար, Տեր, որով որ մխիթարվում ենք, որով որ հաստատվում ենք, որով որ շարունակում ենք այս խավար աշխարհում քայլել, Տեր։ Ողորմիր մեզ, ների մեզ, օգնի, որ քաջալերվենք խոսքովդ եւ որպես լուսով որդիներ, Տեր Աստված, քո փառքը տարածող լինենք, Տեր Աստված։ Որ ամեն ինչի մեջ, մեր ամեն մի խոսքի, ամեն մի արարքի, ամեն մի վարքյանի մեր կյանքի դու փառավորվես, ով Տեր Հիսուս։ Դա է մեր փափագը, դա է մեր ցանկությունը, դա է մեր կանչվածությունը որպես քո զավակներ։ Ուստի դու փառավորվի նաև խոսքիդ միջոցով։ Հիսուսի անունով, ամեն։ Նստեք խնդրեմ։ Ընդհանրապես, մեր մոտեցումը Հիսուսին դիմավորելուն, Հիսուսին սպասելուն, նաև ցույց է տալի մեր ով լինելը։ Այնպես ինչպես որ մենք պատրաստվում ենք Քրիստոսին դիմավորելու, ցույց է տալիս մեր ով լինելը։ Այսօր կխոսենք 4 բնորոշիչներից կամ բնութագրող հատկանիշների մասին, թե ինչպիսին են լուսով որդիները։ Ինչպիսին են լուսով որդիները։ Առաջինը, լուսով որդիները գիտեն, որ Տիրոջ երկրորդ գալստյան մասին։ Լուսով որդիները գիտեն Տիրոջ երկրորդ գալստյան մասին։ Իսկ խավարի որդիները ոչ։ Կարդանք եւս մեկ անգամ 1-ից 3 համարները։ Նայեք, ասում է, ինչ վերաբերվում է ժամերին ու ժամանակներին, եղբայրներ, ձեզ գլերու կարիք չկա։ Երբ որ օգտագործվում է ընդհանրապես ժամեր, ժամանակներ տերմինը, ասեմ, որ այն Աստվածաշնչում 3 անգամ է հանդիպում ընդամենը։ Օրինակ Գործք առաքելոց 1:7-ում ենք տեսնում, երբ որ Հիսուսին հարցնում էին Իսրայելի վերականգնման մասին, տեսեք ինչ ասում։ Եվ Հիսուս ասաց նրանց. ձեր գործը չէ ժամերն ու ժամանակներն իմանալ, որ Հայրն իր իշխանությամբ սահմանեց։ Երբ որ խոսում ենք ժամերի ու ժամանակի կամ Տիրոջ օր հասկացողության մասին, հասկացեք, որ այն 24 ժամվա մասին չի խոսքը գնում։ Օրինակի համար, եթե ուսումնասիրեք Ծննդոց գիրքը, Ծննդոց գրքում կտեսնեք, որ կան դեպքեր, որտեղ որ օր բառը հստակ նշվում է որպես 24 ժամ, բայց լինում են դեպքեր, երբ որ օր բառը օգտագործվում է ինչ որ ժամանակահատված կամ ժամանակ
նկարագրելուն, այսինքն կոնկրետ 24 ժամին չի վերաբերվում։ Եվ այստեղ երբ որ Պողոս Արաքյալն ասում է դուք գիտեք ժամերի եւ ժամանակի մասին կամ կարիքը չունեմ ձեզ դրա մասին գրելու, խոսքը չի վերաբերվում կոնկրետ ինչ որ 24 ժամի մասին։ Խոսքը գնում է ընդհանրապես ժամանակին, թե երբ է Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը լինելու։ Եվ այստեղ Պողոս Արաքյալը հստակեցնում է, որ այդ ժամանակը, որ գալու է ինչպես գողը։ Նայեք, ասում է, որտեղ դուք ինքներդ հաստատ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է ինչպես գողը գիշերով։ Ինչպես գողը գիշերով։ Չգիտեմ, ձեր տնի տան գողություն արել են, թե չեն արել, բայց երբ որ գողը գալու է, նախորոք չի ասում, էլի, ասում է զանգում, ասում է, գիտես ինչ կա, այսօր այսին ժամին գալու է, ընենց կանես դուրը բացը լինի, մեկ էլ ասա որտեղ է, որ տենց չի լինում, չէ։ Անսպասելի ժամանակ են նայում են տեսնեն, որպեսզի դու տունը չլինես, կամ հարմար պահ լինի, գիշերը լինի, որպեսզի դժվար լինի բռնելը, բռնացնելը, նույնպես Տիրոջ գալու օրն է այդպես լինելու։ Բայց ում համար։ Ում համարը այն գողի պես գալու։ Ուշադրություն դարձեք երրորդ համար ասում է, երբ ասեն, թե խաղաղություն եւ ապահովություն է, այն ժամանակ նրանց վրա կործանումը հանկարծակի կհասնի կամ կործանումը կգա։ Ուշադրություն դարձրեք, ում համար է Տիրոջ գալուստը, Տիրոջ երկրորդ գալուստը լինելու կործանարար։ Խավարի որդիները, ովքեր որ Տիրոջինը չեն, այսինքն նրանք, ովքեր որ Տիրոջինն են, գիտեն Տիրոջ երկրորդ գալստյան մասին, պատրաստ են Տիրոջը դիմավորելու, քնած չեն, հիմա դրա մասին ավելի մանրամասն խոսելու ենք, բայց հասկացեք մի բան, տարբերություն կա սրա մեջ, Տիրոջ զավակները գիտեն, որ Տեր Հիսուս Քրիստոս գալու է, մենք օգտագործում ենք այս տերմին, ասում ենք Մարանաթա, արդեն 2000 տարուց ավել է քրիստոնյաները այս տերմինն օգտագործում են, Մարանաթա, Տերը շուտով գալու է, մեկ վարքյան անցավ ևս, եւ Տիրոջ գալուստը մոտ է, ավելի քան թե մեկ վարքյան առաջ էր, հասկանում եք, կարա ցանկացած պահին լինի, կարա հենց այս պահին լինի, բայց մենք ինչ չենք անում, չենք կարծես թուլացած, տրված մեր ցանկություններով ամեն ինչով, մենք այդ ձևի հասկացողությամբ չենք ապրում։ Կներեք, այսօր շատ եմ նաև անդրադառնալու Մատթեոս 24 գլխից, որտեղ շատ զուգահեռներ կա։ Բացեք Մատթեոս 24, ուզում եմ կարդանք միասին 42-ից 43 համարները։ 42-43 Արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե ձեր Տերը որ ժամին կգա։ Ուշադրություն դարձեք, Տեր Հիսուս Քրիստոս շատ հստակ ասում էր. Արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե երբ է գալու։ Եվ այ վկաների կազմակերպությունը, գիտեք, ընդհանրապես այդ շարժումը ոնց է սկսել։ Չարլզ Ռասելը, ով որ առաջնորդն էր, կաթոլիկ եկեղեցու քահանա էր, որոշում կայացրեց օրը ասի։ Ու հստակ օր ասեց, ժամ ասեց, որ Հիսուսը գալու է, այգին հետևորդներ ունեցավ եւ այլն, եւ ինչ եք կարծում, այդ օրը եկավ Քրիստոս։ Չէ, չեկավ։ Հայտարարեցին նոր բան հայտարարեցին, ասին եկել է Հիսուս, բայց ոչ մեկ չտեսավ գաղտնի կերպով է եկել։ Իրանից հետո որ առաջնորդում էր, նորից պետք է ինչ-որ հեղինակություն ձեռք բերեր, նորից մի հատ օր հաստատեց, ժամ հաստատեց, որ Հիսուս պետք է գար, բնական է այդ օրը ժամը անցավ, ասեց եկավ, բայց մենք դեռ չենք տեսել։ Հիսուս ինչ է ասում, ոչ ոք օրվա ու ժամի համար չգիտի, ոչ ոք չգիտի, եւ արդյոք պետք է սպասենք, բայց սա իմացեք, որ եթե տան Տերը իմանար, թե գողը որ պահին է գալու, արթուն կմնար եւ թույլ չէր տա, որ իր տունը սողոսկեր։ Այսինքն ինչ է լինելու, անսպասելի է լինելու, անսպասելի է լինելու ում համար։ Խավարի որդիների, որտեղ մենք ամեն վարքյան ամեն պահ սպասում ենք։ Մենք գիտենք, որ Տիրոջ գալուստը մոտ է եւ մենք դրանով ենք ապրում, դրանով ենք պաշտամունքի գալի, դրանով ենք աղոթում, դրանով ենք խոսքի մեջ, ինչի որտեղ գիտենք, որ ցանկացած պահի ցանկացած ակնթարթի Տեր Հիսուս Քրիստոս կարա գա։
Դեմար այո պատրաստ ենք, պետք է պատրաստ լինենք միշտ դիմավորելու, բայց նրանց համար, խավարի մարդկանց համար, խավարի զավակների համար դա անսպասելի է լինելու։ Ինչի որտեղ չեն սպասում։ Մտածում են այդ ամեն ինչը հեքիաթ է, ցնորք է, այդ ամեն ինչը անցնելու է, գնալու է, ինչ են ասում, խաղաղության մեջ են կարծես։ Նայեք ասում եմ, երբ ասեն թե խաղաղություն ապահովություն է, այսինքն ամեն ինչ նորմալ է։ Մենք մեր կյանքով ապրում ենք, ուր Աստված, ուր Աստծո գալուստը, այդ ամեն ինչը ինչ է։ Աշխարհիկ մարդկանց համար հեքիաթ է։ Ամեն բան իրենց տրամաբանությամբ անցնելու է, գնալու է։ Այս ձև են ապրում, այս ձև են շարժվում։ Այդ օրը որևիցե մեկը չգիտի։ Բայց չիմացությունը մեզ չի խանգարում պատրաստ լինել եւ անդադար ինչ անել, ավետարանը քարոզել, ավետարանը փոխանցել, հիշեցնել մարդկանց, որ դարձեք եք ապաշխարեք, որտեվ օրը մոտ է, օրը մոտենում է։ Գործք առաքելոց 20-20-ից 21-րդ համարները։ Նայեք Պողոս առաքյալն ինչ է ասում։ Ես բնավ չհրաժարվեցի ձեզ պատմել այն, ինչ օգտակար է եւ ուսուցանել, ինչպես հրապարակավ, այնպես էլ տնօրենում։ Հրյաներին եւ հեթանոսներին վկայություն տվեցի Աստծո առաջ ապաշխարության եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի։ Պողոս առաքյալը անկեղծ սպասում էր Տիրոջ երկրորդ գալստյանը։ Մենք արդեն իսկ կարդացել ենք միասին, որ Պողոս առաքյալը նույնիսկ հավատում էր, որ իր կենթանության օրոք Տիրոջը դիմավորելու է, բայց այնուամենայնիվ դրանով ոչ թե քնել էր ինքը, այլ ինչ էր անում, ավետարանն էր քարոզում, ավետարանն էր քարոզում բոլորին, ամեն պահ, ամեն վայրկյան, թե հեթանոսներին, թե հրյաներին, թե տեղի, թե անտեղի, անդադար դրա մեջ էր։ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը ոչ թե մեզ տանում է դեպի քնելուն, դեպի պասիվությանը, այլ տանում է դեպի հնազանդությանը, որ մենք ակտիվ կերպով ենք սպասում, ակտիվ կերպով ենք սպասում Տիրոջ երկրորդ գալստյանը։ Դրա համար է, որ չեմ ասում, որ մեզ համար Տիրոջ երկրորդ գալուստը գողի պես չի լինելու, հանկարծակի չի լինելու, ինչի որտեվ մենք սպասում ենք։ Կարող հենց այս վարքյանին լինի, եւ արդեն իսկ ես սպասում եւ դա ինձ համար հանկարծակի չի լինելու։ Օրը կոնկրետ չգիտեմ, այո, չգիտեմ օրը։ Բայց գիտեմ մի բան, Տերը գալու է, Տիրոջ հետ եմ լինելու։ Իմ կյանքի օրոք կլինի, թե իմ կյանքից հետո կլինի, չգիտեմ։ Գիտեմ մի բան, որ այսօր ես պետք է ինչ լինեմ, պատրաստ լինեմ։ Խավարի որդիները ինչ են անելու։ 24 գլուխը Մատթեոս ավետարանի մի փոքր հետ գնանք 37-ից 39 համարներ։ Մարդու որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես, որովհետև եւ ինչպես որ ջրեղից նախորդած օրերին ուտում ու խմում էին, կին էին առնում, մարդու գնում մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, ուշադրություն դարձրեք։ Մարդիկ ինչ էին ասում, ինչ անձրև, ինչ դատաստան, իրանց համար ուտում էին, խմում էին, իրանց համար կին էին առնում, մարդու էին գնում, այսինքն ապրում էին սովորական օրով, ոնց որ կարդացինք նաև Թեսաղոնիկեցիս նամակի մեջ ասում, խաղաղությունը, ապահովությունը, ինչ ջրեղեղ, ինչ անձրև, ինչ դատաստան, ինչ հավատք, ինչ հասկանում եք, այս այնքան են մարդիկ ասում, ես այնքան եմ սրա մասին լսում, որ մարդիկ այս սրանով իրանց համար ինչ են արել, փափուկ բարձ են դրել։ Ասել են 2000 տարի է չի եկել, 4000 տարի է Քրիստոս չկա, ուրեմն չի էլ գալու, չի էլ լինելու այդ ամեն ինչը, տարեց տարի նույնն է, նույն բանն է, ոչ մի բանը չի փոխվում։ Ասում մինչև որ պահը, որ Նոյը ինչ արեց, դուռը փակեց, տապանի դուռը փակվեց, վերջ, այլևս դրանից հետո մուտք հնարավորություն չի լինելու, երբ որ Քրիստոս երկրորդը գալուստը պահը գա, այլևս ուշացած է, այլևս այլ փրկություն, այլ հնարավորություն չկա։ Ասում է, եւ չիմացան, մինչև որ ջրեղեղը եկավ ու բոլորին վերացրեց։ Ուշադրություն դարձրեք, մարդու որդու գալուստն էլ այդպես է լինելու։ Այդպես է լինելու։ Երբ որ մարդիկ մտածելու են, որ այս ամեն ինչը անցողիկ է, սուտի է, ոչ մի իրականություն, ոչ մի բան չկա, այս ամեն ինչը ցնորք է եւ հիմարություն է, դրա համար է, որ Աստծո խոսքն ասում է, անհավատների համար ավետարանը ինչ է, հիմարություն է, հիմարություն է, հիմարություն է,
Բայց մեզ համար զորությունն է դեպի փրկություն։ Yaman ինչ անենք։ Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոս գալու է, քանի որ գիտենք եւ վստահ ենք իր խոսքի վրա։ Այն ամեն ինչ որ Տեր Հիսուս Քրիստոսն ասեց, այն ամեն ինչ որ գրված է Աստվածաշնչում 100% ճշմարտություն է եւ մենք վստահում ենք այդ խոսքերին։ Սա է հավատքը։ Սա է հավատքը, որ ես վստահում եմ Աստծո խոսքին, որ ամեն բան ինչ որ Տեր Հիսուս Քրիստոս ասեց, ամեն բան ինչ որ Աստված ասեց, իրականություն դառնալու է եւ ես գիտեմ, որ Տերը շուտով գալու է։ Երկրորդը, լուսո որդիները արթուն են, իսկ խավարինը քնած կամ անհոգ։ 4-ից 7 համարները։ Իսկ դուք եղբայրներ խավարի մեջ չեք, որ այդ օրը գողի պես ձեզ վրա հասնի։ Լսում եք տարբերությունը։ Քանի որ լուսո որդիներն ենք, մենք խավարի մեջ չենք, այլ ինչի մեջ ենք։ Լույսի մեջ ենք։ Մենք ինքներս լույս չենք։ Մենք լուսո որդիներն ենք, որտեղ ժամանակին մենք էլ ենք այդ խավարի մեջ։ Մենք էլ ենք խավար։ Չէ, հիմա չենք, որտեղ եթե հիմա խավարը լենք, խնդիր ունենք։ Մենք Տիրոջ զավակներն ենք։ Ես չեմ ասում կատարյալ ենք, սուրբ ենք, սրա մասին չի խոսքը գնում։ Բայց Տիրոջ լույսը արդեն մեր մեջ է։ Դրա համար ասում է, ինչ արեք, դուք եք աշխարհի աղը եւ լույսը։ Մեր լույսը չի, բայց մենք արդեն լույսը կրողներն ենք։ Ինչպես է ապակին, հայլին։ Երբ որ հայլին կեղտոտված է, որևիցե կերպով նորմալ լույսը չի կարողանում ինչ անի, արձագանքի, արտացոլի։ Մեր մեռած վիճակը այդ ձևի է, ժամանակին Տիրոջ պատկերով ու նմանությամբ արարվեց մարդը, գեղեցիկ կերպով ինչ էր անում, արտացոլում էր Տիրոջ պատկերը։ Մեղքի պատճառով այդ հայլին ինչ եղավ, պղտորվեց, լղոզվեց, կեղտոտվեց։ Երբ որ դարձի են գալի, ապաշխարում ենք, դեռևս կատարելապես չի, բայց այնուամենայնիվ որոշակի ինչ եղավ, այդ ապակին մաքրվեց։ Ու մենք հիմա ի վիճակի ենք Տիրոջ լույսը ինչ անելու, անադարձելու։ Դրա համար ասում որ դուք եք աշխարհի լույսը։ Դրա համար ասում այլևս խավարի մեջ չեք, որ այդ օրը գողի պես ձեզ վրա հասնի։ Դուք բոլորդ լույսի որդիներ եք ու ցերեկվա որդիներ եք։ Գիշերվանը չեք, ոչ էլ խավարինը։ Ուստի ուրիշների պես չքնենք, այլ արթուն ու զգաստ լինենք։ Ընդհանրապես, եթե կհիշեք, մենք խոսեցինք մի փոքր քնած տերմինի մասին, ննջելու մասին։ Այստեղ խոսքը ննջել է տերմինի չի, մահացած լինելու մասին չի խոսքը գնում, ինչ որ մենք անցած պատգամների ընթացքում խոսեցինք։ Ի նկատի ունի թմրած, այսինքն անհոգ վիճակով քո սեփական կյանքդ ապրելու մասին է խոսքը գնում այս կոնտեքստի մեջ։ Հիմա նայեք, երբ որ ասում է ուրիշների պես չքնեք, այլ արթուն ու զգաստ լինենք։ Նորից ուշադրություն դարձեք արթուն ու զգաստ։ Բոլոր նրանք, ովքեր որ բանակում ծառայել են ու սահմանին, գիտեն, որ պահը կա, որ դու սահմանագիծ ես պահում։ Ու դու այդ ժամանակ չես կարող ասես, դե երեք հարցակում չի եղել, երեք չառաջորը հարցակում չի եղել, մի տարի խնդիր չենք ունեցել, այսօր կարանք ինչ անենք, սահմանին գնամ կքնեմ, ոչ զգաստ կլինեմ, ոչ էլ ուշադիր, մեկ այսքան ժամանակ չեն հարցակվել, հիմա էլ չեն հարցակվի։ Զինվորը նման ձևով չի կարող վարվի։ Եթե զինվորը նման ձևով վարվեց ու իրան բռնացրեցին, ինքը լուրջ խնդիրներ է ունենալու։ Ինչի որտեվ ինքը ի պաշտոնե պետք է արթուն լինի, զգաստ լինի եւ ինչ անի, նայի, սա է իրա զգաստ պատրաստի վիճակը, եթե թշնամի գալիս է, որպեսի վիճակի լինեմ ինչ անելու, դիմավորելու։ Նույնպես եւ ստեղ որոշ առումով այդ զինվորական տերմինաբանությունը Պողոս Արաքյալն օգտագործում, որ մենք որպես քրիստոնյա ունենք մեր պատասխանատվության շրջանակը եւ ես զգաստ իմ կանչվածության, իմ ծառայության մեջ պետք է պատրաստ լինեմ ում դիմավորելու, Քրիստոսին դիմավորելու։ Չեմ կարող քնեմ, դե հա, բոլորս էլ լսել ենք, երբ որ խնդիրներ են լինում մանավանդ սահմանին, գիշերն են անում, որպեսզի դժվար լինի տեսանելիությունը։ Դրոշակներով, բաներով, երգով, պարով չեն գալիս։ Տենց չի լինում։ Դրա համար ասում եմ մենք լուսով որդիներն ենք եւ չպետք է քնած լինենք։ Հիմա նայեք, երբ որ խոսում ենք արթուն եւ զգաստ,
խոսքը չի գնում ընդհանրապես զուտ ֆիզիկապես հանգիստ չունենալու։ Չէ, մենք պետք է ֆիզիկապես թե հանգստանանք, թե քնենք, պետք է մտածենք ոչ միայն մեր հոգևոր, այսինքն վիճակի մասին, նաև ֆիզիկական մեր մարմնի մասին էլ, որովհետև մենք մարմինն ու հոգին բաժան չի։ Եթե ձեր մարմինը խնդիր ունի, այնպես չի որ հոգու վրա ինքը ազդեցություն չի ունենում։ Ես մի հատ պարզ օրինակ եմ միշտ բերում, դա էլ եթե ատամը ցավում է, ուշք ու միտքդ ուրիշ բան չի, բացի մենակ այդ ատամը։ Հասկանում եք։ Դրա համար այդ ամեն ինչը թե հոգին, թե մարմինը մարդու փոխ կապակցված է իրար հետ։ Եվ այո, մենք պետք է հոգ տանենք, մարմնին նույնպես, ինչքան որ կարիքը կա դրա հանգիստն էլ պետք է ունենանք, որպեսզի ի վիճակի լինենք ճիշտ ձևով եւ լավագույն ձևով Տիրոջը ծառայենք։ Խոսքը գնում է մտքով թմրած վիճակում լինելու, անտարբեր sense օրերը գլորելու, այս տրամաբանության մեջ լինելու։ Սա հոգևորների համար անընդունելի վիճակ է։ Անընդունելի վիճակ է։ 10 կույսերի առակը հիշում եք 25-րդ գլխում 1-ից 13 համարներում, հիմա չեմ ընթերցի, բայց այնուամենայնիվ գիտեք, որ Փեսային էին սպասում, երբ որ Փեսան ուշացավ, բոլորն էլ քնեցին, այսինքն բոլորն էլ խնդիրներ ունենում են։ Բայց երբ որ արթնացան, այն հիմար կույսերը բավականին յուղ իրանց համար չէին պատրաստել, որպեսզի լույսով ինչ անեին Փեսային դիմավորեին։ Իսկ այս իմաստունները պատրաստված էին։ Եվ երբ որ Փեսան եկավ, դուրը փակեց եւ այլևս վերջ, այլևս այլ հնարավորություն, այլ փրկության ճանապարհ չկա։ Մենք միշտ պետքա պատրաստ լինենք։ Այդ պատրաստությունը այո գալիս է նրանից։ Ես լուսով որդի եմ, թե խավարին եմ, որտեվ եթե խավարինն եմ, չեմ էլ կարա պատրաստվեմ, որից է բան չեմ էլ անելու, ինչի որտեվ թմրած եմ լինելու։ Քրիստոսի երկրորդ գալուստը ինձ չի հետաքրքրելու, նույնիսկ լսածել լինեմ, դրան չեմ էլ հավատալու։ Բայց եթե Տիրոջ զավակն եմ, լուսով որդի եմ, ինչ եմ անում, արթուն եմ, զգաստ եմ, սպասում եմ։ Հարցը էմոցիոնալ էֆորիայի մեջ լինելու մասին չի։ Ինչի որտեղ մարդիկ կան, ովքեր որ Կիրակից Կիրակի գնում են եկեղեցի պաշտամունքին մասնակցում են, ինչ որ էֆորիկ զգացողության մեջ են մտնում, զգացի Տիրոջը եւ այլն, ու հետո գնում են իրանք իրանք կյանքով ապրում են։ Հարցը դա չի, որ Կիրակից Կիրակի մենք գանք ստե, խոսքը լսենք, դրանից հետո գնանք մեր ուզած կյանքով ապրենք։ Պատրաստ լինել նշանակում է շաբաթը 7 օր, օրը 24 ժամ, ամիսը, չգիտեմ, 30 օր կամ տարին 12 ամիս։ Հասկանում եք, դա անդադար Տիրոջ մեջ լինելն է, Տիրոջ համար ապրելն է, Տիրոջ համար ծառայելն է։ Դա կյանք է։ Դա զուտ Կիրակից Կիրակի պաշտամունքից պաշտամունք մասնակցություն չէ։ Մենք խավարինը չենք։ Դրա համար ինչ վիճակում եմ ես հիմա։ Իրապես, արդյոք արթուն եմ հավատքիս մեջ։ Ինչպես է այդ արթուն լինելը արտահայտվում անկեղծ։ Ինքներդ ձեզ այս հարցը տվեք։ Արդյոք այս պայդրությամբ իմ հավատքիս մեջ արթուն եմ, եթե կարծում եմ արթուն եմ, ինչպես է դա արտահայտվում, շոշափելի։ Մի պատասխանեք։ Դուք ինքներդ շատ լավ գիտեք ձեր վիճակը։ Ուղղակի միշտ վտանգ կա, հիշեք մի բան։ Հիսուսն ասաց, եթե գամ, արդյոք հավատ կգտնեմ։ Արդյոք նրանք, ովքեր որ անվանում են իրենց որպես քրիստոնյաներ, որպես Քրիստոսի զավակներ, որպես լուսո զավակներ, արթուն կլինեն, թե ոչ։ Երրորդը, լուսո որդիները Աստծո սպառազինությունն են հագել։ Լսում եք, լուսո որդիները Աստծո սպառազինությունն են հագել։ Խավարինը հագել է ինչը, մեղքը։ 8-րդ համարը։ Նայեք, նորից ասում է, իսկ մենք ուշադրություն դարձնում եք, անդադար հստակ առանձնացնում է խավարը մի կողմ, իսկ մենք որպես լուսո որդիներ ցերեկվանը լինելով, ուշադրություն դարձեք, նորից հիշեցնում է, արթուն լինելով հավատի ու սիրո զրահը եւ փրկության հույսի սաղավարտն ենք հագած։ Երբ որ ասում է հավատի եւ սիրո զրահը, ընդհանրապես նորից անդրադառնում ենք ինչին, զինվորական տերմինաբանությանը։ Երբ որ զրահը, չգիտեմ, տեսել եք թե չէ կինոների մեջ կա
կար, որ հատուկ մետաղով գործած էր, Էդի ասենք հարուստներն էին որոշակի ունենում կամ ինչ որ այլ կերպով կաշվից կամ փայտի կտորներից, այսինքն զրահը ամբողջությամբ պատում է մեր ողջ մարմինը, ամբողջությամբ զրահով ենք առանձին պաշտպանված։ Ուստի ինքը ասում է հավատի եւ սիրո այդ զրահը, դրանով ենք մենք դիմակայում ներկայումս աշխարհում, այսինքն դրանով ենք մենք ներկայանում։ Մեր ողջ կյանքը, մեր ողջ ընթացքը, որ մեզ մարդիկ տեսնում են, մեր կյանքում պետք է տեսնեն հավատը եւ սերը։ Հավատ, նորից կկրկնեմ, դա 100%-անոց վստահություն է Աստծո խոսքի նկատմամբ։ Հավատը դա զուտ գիտելիք չի, որ երկնքում Աստված կա, երկնքում Քրիստոսը կա, լավ Քրիստոս երկրորդ անգամ գալու է, դրա մասին չի, զուտ գիտելիք չի, այլ այդ խոսքին ինչ է, վստահություն եւ հնազանդություն։ Ինչու՞։ Որտեվ Հակոբոս առաքյալն ինչ է ասում, Հակոբոս 2:19-20 Դու հավատում ես, որ Աստված մեկ է, լավ ես անում։ Ասում է լավ ես անում, հավատում ես, որ Աստված կա երկնքում, լավ ես անում։ Եկեք մենք էլ ավելացնենք։ Մուսուլմաններն են հավատում, որ Աստված կա։ Բուդդիստներն են հավատում, որ լիքը աստվածներ կա։ Հինդուներն են հավատում, որ միլիոնավոր աստվածներ կա։ Հուդայականներն են հավատում, որ մեկ Աստված կա։ Եվ արդյոք դա բավարար է։ Չէ, ժողովուրդ, բավարար չէ։ Ինչի ասում է, դևերն են հավատում, ուշադրություն դարձեք, ոչ միայն հավատում են, ասում է եւ սարսափում են, այսինքն նաեւ վախ ունեն, բայց դևերը հնազանդություն ու վստահություն ունեն խոսքի նկատմամբ։ Չէ, անհնազանդ են 100%-ով Աստծո խոսքին։ Դե համար 20 համարն ինչ ասում, բայց ուզում ես իմանալով փուչ մարդ, որ հավատը առանց գործերի ինչ է, մեռած է։ Դե համար նորից ասում է, եթե զրահը հակած չի, եթե դու մենակ ասում ես, որ Քրիստոսին եմ, բայց շոշափելի կյանքիդ մեջ այդ ամեն ինչը չկա, ուրեմն խավարին ես։ Ուրեմն սուտ ես ասում, ուրեմն մեղքն ես հակե, մեղքն ենք մենք տեսնում, այլ ոչ թե այն ինչ որ Տիրոջինն է։ Երկրորդ ասում է սեր։ Նայեք, սերը նորից զգացմունք չէ։ Այ սիրում եմ, սիրահարվել եմ, մանավանդ երիտասարդների մոտ ամեն շաբաթը մեկ կսիրահարվեն, չգիտեմ, տղեկ աղջիկերքին են լիքը նամակներ գրում, աղջիկերքն էլ ասենց այս մեկն էլ գրեց սիրում եմ, այս մեկն էլ ասենք լավ ուրախանում են բան։ Հասկանում եք, սերը զգացմունք չէ։ Որտեվ եթե սերը զգացմունք լիներ, միայն զգացմունք լիներ, անցնելու էր գնաճ։ Ոչ մի զգացմունք չկա, որ մնայուն է, հասկանում եք։ Չկա տենց բան։ Ով որ ամուսնացած է, շատ լավ հասկանում է, որ էֆորիկ այդ ռոզովի ակնոցները որոշ ժամանակ հետո անցնում են։ Մնում է իրականությունը։ Պետք է տարբերենք սիրահարվածությունը եւ սերը։ Այն ինչ որ Պողոս առաքյալն ասում է, սերը դա ընտրություն է, որ դիմացինին պետք է բարձրացնեմ։ Ընտրությունը, որ դիմացինին պետք է ծառայեմ, սա որոշում է, հետևաբար այդ որոշումը չի անցնում գնում, դա իմ որոշումն է, ես այդ որոշմամբ ինչ եմ անում, առաջ եմ շարժվում։ Երբ որ կարդում ենք, որ Աստված սիրեց, զուտ զգացմունք էր, ասեց Աստված ասեց Ժողովուրդ ջան, սաղից սիրում եմ, ապրեք, սաղդ գնացեք դժոխք, մեկա ձեզ սիրում եմ։ Հասկանում եք, Աստված տենց է վարվում մեր նկատմամբ։ Սիրեց եւ երբ դեռ թշնամի ենք ինչ արեց, իր որդուն տվեց։ Գործնական էր այդ ամեն ինչը, զուտ խոսքեր չէին, ոչ ինչ որ զգացմունք չէր։ Դրա համար երբ որ ասում եմ մեզ սիրել կամ սեր հասկացողությունը, մենք այս տրամաբանությամբ պետք է անենք։ Ես սիրում եմ Աստծուն, նվիրված եմ լիովին իրան, եւ քանի որ սիրում եմ Աստծուն, նաեւ սիրում եմ եկեղեցին եւ սիրում եմ ժողովուրդը։ Սիրում եմ եկեղեցին նշանակում է հոգ եմ տանում, մտածում եմ եղբորս ու քրոջս համար։ Եղբորս քրոջս ցավը իմ ցավն է։ Եղբորս քրոջս հոգսը իմ հոգսն է։ Ինչի որտեվ մեկ ընտանիք ենք, մեկ ենք, միասին ենք։ Դա է մեզ Տերը սովորացրել, դա է մեզ Տերը տվել։ Իսկ եթե սիրում եմ աշխարհը, ուրեմն նաև ինչ կանեմ, ավետարանը կփոխանցեմ։
Սիրում եք ձեր հարևաններին, սիրում եք ձեր բարեկամներին, սիրում եք ձեր հարազատներին։ Ինչ արեք, ավետարանը փոխանցեք։ Դա լավագույնն է, ինչ որ դուք կարաք ձեր կյանքի ընթացքում անեք։ Կարաք բացեք առաջի Կորինթացիս 13-րդ գլուխը, կարդաք սիրո մասին, բավականին Պողոս առաքյալը մանրակրկիտ նկարագրում է, ցույց է տալիս ինչպիսին է սերը։ Եվ ուշադրություն դարձրեք։ Շարունակության մեջ նաև տեսնում ենք փրկության սաղավարտի մասին։ Բայց նայեք, երբ որ ընդհանրապես խոսում ենք սիրելուց, հավատալուց, պետք է հասկանանք մի բան։ Հոգևոր մանուկը հնարավորություն կարողություն չունի սիրելու։ Այսինքն դեռևս իր կենտրոնում ինքն է։ Երեխաները, մեր ֆիզիկական երեխաների մասն է խոսքը գնում, սիրում են միայն իրանց։ Երբ որ ասում են մամա քեզ շատ եմ սիրում, պապա քեզ շատ եմ սիրում, նշանակում է պապա քեզ շատ եմ սիրում, որտեվ դու ինձ էսի տալիս ես, դու ինձ էսի թույլ ես տալիս։ Մամա քեզ շատ եմ սիրում, որտեվ ես քեզանից սա եմ ակնկալում, բայց եթե չստացա, քեզ չեմ սիրում։ Հասկանում եք, սա նորմալ իրավիճակ է, բոլոր երեխաները էգոիստ են։ Մի խաբվեք, հասկանում եք, շատերը կան, վայ, մենք շատ ավելի սիրում մամային թե պապային, ով որ շատ տվեց, նրան էլ շատ սիրելու է, հասկանում եք, իրանք իրանց են սիրում։ Նույնպես եւ հոգեվոր մանուկները, բոլոր հոգեվոր մանուկները մտածում են իրանց մասին, ու այս խոսքը շատ կա, գամ ձեր եկեղեցի, ինձ ինչ եք տալու, բա ես չեկա, ինչի ինձ չզանգեցիք, ինչի ինձ չայցելեցիք, հովիվ եղբայր, բա ես հիվանդ եմ, մատ դժվար էր զանգեիր, ասեիր, ոնց ես։ Հասկանում եք, սա հոգևոր մանկության նշաններն են։ Հոգևոր մանուկը չի մտածում, ես ում այցելեմ, ես ում համար աղոթք կանեմ, ես ում տամ, այլ ինքը մտածում է, դուք ինչ եք տալիս։ Ի վիճակի լինելու սիրել այնպես, ինչպես որ Աստված է ասում, կարող են մենակ հոգևոր հասուն մարդիկ։ Հոգևոր հասունները։ Դե համար մենք ձգտում ենք հոգևոր հասունություն ունենենք, որպեսզի Տիրոջ այդ սպառազինությունն էլ հագնենք։ Ինչի որտեվ հոգևոր մանուկին շատ հեշտ է շեղել, ինքը շատ շուտ տարու բերվում է տարբեր մտքերից, տարբեր բաներից, սրանից տեղացա, այս եկեղեցուց գնացի այնտեղ, ստեից այնտեղ ու անընդհատ ինքը այդ վիճակի մեջ է։ Այո, գուցե փրկված է, բայց երբեք չել հաստատվում, երբեք էլ նորմալ պտուղ չել բերելու իր կյանքի ընթացքում։ Միշտ ակնկալելու է տվեք, այցելեք, եկեք, խոսացեք եւ այլն եւ այլն։ Այդ վիճակում մենք չպիտի ձգտենք լինենք։ Մենք պետք է հասուն լինենք եւ Տիրոջ սպառազինությունը հայտնենք։ Սպառազինության մեջ ընդհանրապես ամենակարևոր մասը նաեւ մեր գլուխն է։ Ինչի որովհետեւ գլուխը շատ վտանգավոր օրգան է, մի փոքր մի բան եւ ուղղակի շատ շուտ մարդ կարա ինչ անի, մահանա։ Դրա համար նույնիսկ գիտեք շինարարության մեջ, չնայած հայերը չեն սիրում, մարդիկ պետք է հագնեն ինչ, սաղավարտ, հայերեն ասած կասկա։ Դե դինա դու ասացի։ Մնայք, երբ որ մենք խոսում ենք փրկության վստահության մասին, փրկության վստահությունը ոչ թե մեզ տանում է դեպի հպարտության։ Լսում եք։ Փրկության վստահությունը ոչ թե ցույց է տալի, որ մենք հպարտ ենք, այլ ցույց է տալիս, որ մենք 100% վստահություն ունենք Աստծո խոսքի նկատմամբ։ Եվ սա մեզ համար դառնում է այն, սենց ասած, կարևոր զենքը կամ կարևոր պաշտպանությունը, որ ինչ էլ որ լինի իմ կյանքիս ընթացքում, ես գիտեմ, որ հավիտենականությունս ում հետ եմ անցկացնելու, Տիրոջ հետ եմ լինելու, Տիրոջ հետ եմ լինելու։ Երեք այս համարի վերաբերել էինք խոսում, հիմա շատ չեմ մանրանա, Հովանու 10:27-ից 30։ Հովանու 10:27-ից 30։ Իմ ոչխարները իմ ձայնը լսում են, ուշադրություն դարձրեք, Հիսուս Քրիստոսը ինքն էլ շատ հստակ բաժանեց ոչխարներին եւ այծերին, նրանց, ովքեր որ իրանը չեն։ Ովքեր են իր ոչխարները, նրանք, ովքեր որ Տիրոջ ձայնը ինչ են անում, լսում են, ու ես նրանց ճանաչում եմ, այսինքն ես նրանց հետ
Մոտիկ փոխհարաբերություն ունեմ, խոսքը նրա մասին չի գնում, որ Աստված ինչ որ մեկին ճանաչում է, այս մեկին էլ չի ճանաչում, Աստված բոլորին գիտի։ Ճանաչել բառը գալիս է եբրայերեն այդ ճանաչել հասկացողությունից, որը որ նշանակում էր խորը փոխհարաբերություն ունենալ, մոտիկություն ունենալ։ Ծննդոց գրքում օրինակի համար կտեսնեք գիտեցավ կամ ճանաչեց, դա նկատի ունի ամուսնու եւ կնոջ մեջ սեռական հարաբերության մասին, այսինքն մոտ հարաբերության մասին է խոսքը գնում։ Այսինքն տիրոջ ոչխարները, տիրոջ զավակները, տիրոջ ձայնը լսում են, տիրոջ հետ շատ մոտիկ փոխհարաբերություն ունեն, ասում է եւ նրանք գալիս են իմ ետևից։ Լսում եք։ Կարիք չունես Տիրոջ զավակին անդադ զանգելու ու հիշացնելու, գիտես ինչ կա, Կիրակի օրը պաշտամունքի գալու ես թե չէ։ Ծառայության հնարավորություն կա, գալու ես թե չէ։ Աստծո խոսքը կարդում ես թե չէ։ Կամ, չգիտեմ, հավատարիմ ես Աստծուն թե չէ։ Հասկանում ես, ինքը դրա կարիքը չունի, որտեվ ինքը գիտի, որ իրան Տիրոջ զավակ է ու ինքը ինչ անում, գալիս է Հիսուսի հետևից, քայլում է Հիսուսի հետևից, ապրում է դրանով, դա է իր միակ ճանապարհը, 28 համարը։ Եվ ես նրանցում, իմ զավակներին, Տիրոջ զավակներին, հավիտենական կյանք եմ տալիս եւ նրանք հավիտյան չեն կորչի, լսում եք։ Բոլոր նրանք, ովքեր որ ասում են, կարաս փրկությունդ կորցնես եւ այլն, իրանք այս խոսքերը չեն կարդում։ Ինձ համար Քրիստոսի ասած խոսքերը բավարար է, որ բոլոր նրանք, ովքեր որ Տիրոջինն են, հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի, լսում եք։ Սա հպարտությունը չի, սա իմ առանձնահատկությունը չի, որ ես այնքան լավն եմ, որ ես կփրկվեմ մինչև վերջ։ Չէ, դրա մասին չի, ժողովուրդ ջան։ Ուղղակի ես վստահություն ունեմ իմ Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի վրա, որը որ ամենագետ է եւ ամենակարող է ու ամեն բան իր ձեռքերի մեջ է եւ շարունակության մեջ Հիսուս Քրիստոս սրա մասին է խոսում։ 29 Իմ հայրը, որ նրանց ինձ տվեց, բոլորից մեծ է։ Ոչ ոք չի կարող նրանց իմ հոր ձեռքից հափշտակել։ Քանի որ ունենք ամենակարող, ամենազորեղ Տեր, ամենազորեղ Տիրոջ ձեռքերից, որևիցե մեկը մեզ չի կարա հափշտակի։ Դրա համար ասում եմ ամենաահավոր ինչ որ կարա լինի։ Լավ կյանքներս կորցնենք։ Բայց գիտենք, որ հավիտենականությունը Տիրոջ հետ ենք, հասկանում եք, երբ որ կա այս հասկացողությունը, այլև վախի մթնոլորտ, վախի միջավայր չկա։ Ինչի որտեվ գիտեմ, որ ինչ է լինի, վերջի վերջո Տիրոջ հետ եմ լինելու։ Վերջի վերջո հավիտենականությունս անցկացնելու եմ Տիրոջ հետ։ Տիրոջ ձեռքերի մեջ ենք, պետք է ուրեմն վարվենք սիրով ու կատարյալ վստահությամբ։ Քայլենք իմանալով, որ Տիրոջմով պաշտպանված ենք ու ապահովագրություն ունենք։ Սա այն նկարագրություններից մեկը, որ լուսո որդիներն ունեն, եւ վերջինը 4-ը։ Լուսո որդիները սահմանված են փրկության։ Եթե այն ժամանակ գիտեն, որ փրկված են, նաեւ սահմանված են ում կողմից, Հոր Աստծո կողմից սահմանված են փրկության։ Իսկ խավարի որդիները սահմանված են դատաստանի, դատապարտության, 9-ից 10 համարները, որովհետև Աստված մեզ բարկության համար չի սահմանել, հիմա նորից շատերը կռիվ են անում այս նախասահմանության հետ կապված, չեն ուզում ընդունեն որևիցե կերպով, ժողովուրդ ջան, այնքան պարզ է ու շատ համարներ կա, Աստվածը, որ այդ ամեն ինչը սահմանել է, նորից, եթե Աստված չսահմաներ, մենք այս ձև ասած մասնաբաժին կունենայինք, բայց Տերն է սահմանել իր զավակներին, սահմանել է իր զավակներին ոչ թե ասում է բարկության համար, ոչ թե դատաստանի համար, այլ փրկություն ստանալու համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Դրա համար թեև նեղություն, թեև դժվարություն, բայց գիտենք, որ վերջնականը ինչ է լինելու։ Վերջնականը Տիրոջ հետ փրկությունն է, Տիրոջ ներկայության մեջ լինելն է։ Սա դրա համար, երբ որ այս տրամաբանությունն ունենք, երբ որ գիտենք, որ Տերն է սահմանել, կարողանում եմ նաև ամեն իրավիճակներում մխիթարությամբ քայլելու։ Ինչի որտեվ գիտեմ, որ Տերը հավատարիմ է։
այլ փրկություն ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ամեն փառքը նորից ուղղում ենք ում? Տեր Հիսուս Քրիստոսին։ Նրա միջոցով ենք փրկված։ Ամեն մեկս էլ արժանի ենք դատապարտության, ամեն մեկս էլ արժանի ենք, որպեսզի Տերը որևիցե մեկին կյանք չտար։ Դրա համար եմ ասում, բայց Տերը ողորմած գտնվեց։ Ողորմած գտնվեց եւ փրկեց, իր որդուն ուղարկեց։ Ասում որ մեզ համար մեռավ, որպեսզի արթուն լինենք, թե քնած նրա համար ապրենք։ Ուշադրություն դարձեք, ստեղ ասում է արդեն ֆիզիկական կյանքի համար։ Եթե Քրիստոսով փրկված ենք, թե արթուն եմ, թե քնած եմ, ում համար եմ, Տիրոջ համար եմ ապրում։ Տիրոջ համար եմ քնում, Տիրոջ համար եմ արթուն, Տիրոջ համար եմ ապրում։ Դա իմ միակ փափագը, իմ միակ ցանկությունը։ Սրանով է տարբերվում լուսով որդին խավարի որդուց, որտեղ խավարի որդին կարծում է, որ ապահովություն է, խաղաղություն է, բայց վերջնական արդյունքը ինչ է լինելու։ Դատապարտություն, դատաստան։ Դրա համար նորից արդյոք Քրիստոսինն եմ, արդյոք ճշմարտապես հավատացել եմ իրեն, արդյոք իր զավակ եմ, արդյոք իմ կյանքս պատկանում է իրեն, արդյոք այդ լույսի մեջ եմ, արդյոք այդ ամեն ինչը երևում է հստակ իմ կյանքի մեջ։ Խեմ ես հարցը տալի, որտեղ նորից շատ շատերը մտածում են, որ իրանք Աստծո զավակ են, բայց չեն։ Ու իրենց գործերը, իրենց կյանքը այդ ամեն ինչը ցույց է տալիս։ Վայ նրանց, լսում եք, վայ նրանց, ովքեր որ Տիրոջ գալստյան օրը Տիրոջ զավակներ չեն լինել։ Դա ահավոր օր է լինելու նրանց համար։ Մենք ենք անհամբեր սպասում Տիրոջ գալստյանը, որտեղ մենք լուսով որդիներն ենք։ Բայց բոլոր նրանց համար, ովքեր որ Տիրոջինը չեն, դա ահավոր դատաստանի օր է լինելու։ Դա համար նորից ու նորից պետք է ինքներս մեզ այս հարցը տանք, ես իրապես Տիրոջինն եմ, թե ոչ։ Կյանքս նվիրել եմ իրեն, թե ոչ։ Հովանու 3:16-ը շատ լավ գիտենք։ Եկեք կարդանք 17-18 համարները։ Հովանու 3:17-18, որտեղ Աստված իր որդուն աշխարհ չուղարկեց դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկի, բայց ուշադրություն դարձրեք։ Քրիստոս եկել է, որպեսզի նրանով աշխարհը փրկվի։ 18 համարը։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, ուշադրություն դարձրեք։ Նորից փրկության վստահության մասին է խոսում, շատ հստակ։ Ով որ հավատում է, չի դատապարտվելու եւ վերջ։ Իսկ ով նրան չի հավատում, արդեն ինչ է եղած, արդեն դատապարտված է։ Արդեն դատապարտված է, արդեն անեծքի տակ է, արդեն Տիրոջ բարկության տակ է։ Ինչու՞։ Որովհետև չհավատաց Աստծո միածին որդու անվանը։ Որովհետև չհավատաց։ Լսեց, քարոզվեց, փոխանցվեց, բայց ինքը ինչ արեց, մերժեց ու արդեն իսկ դատապարտված է։ Դա համար իր համար երկրորդ գալուստը կամ Տիրոջ առաջ կանգնելը ահավոր օր է լինելու։ Իսկ մեր համար իր զավակների համար ցնծության, ուրախության օր է լինելու։ Ինչի որտեվ երկրից վրա նեղություն ունենում ենք։ Երկրից վրա խնդիրներ ունենում ենք, բայց հավիտենականության մեջ Տիրոջ հետ ենք լինելու։ Հետևաբար եթե դա համեմատեմ նրան թե ինչ որ սպասում է, անհամեմատելի է, ոչինչ է։ Այն ինչ որ հավիտենականության մեջ մեզ սպասվում է։ Արդյոք փրկված եմ, արդյոք վստահել եմ կյանքս Տեր Հիսուս Քրիստոսին, արդյոք ապաշխարությամբ պատկանում եմ իրեն։ Սա մի հարց է, որ ամեն մեկը պետք է պատասխանի ու ազնիվ կերպով Տիրոջ առաջ գա։ Եթե այո, ուրեմն հիշենք, որ Հիսուս շուտով գալու է։ Արթուն լինենք, Տիրոջ սպառազինությամբ սպասենք գալիք փառքին, որ հավիտյան Տիրոջ հետ ենք լինելու։ Ուզում եմ վերջացնեմ 5-րդ գլուխ 11 համարով։ Ասում քանի որ, չէ, Թեսաղոնիկեցիս, քանի որ այս ամեն ինչը ձեզ ասեցի, քանի որ դուք լուսով որդիներն եք, դրա համար միմյանց քաջալերեք եւ ամրապնդեք, ինչ որ արդեն նաեւ անում եք։ Սա է մեր հույսը, սա է մեր ապավենը, սա է մեր մխիթարությունը, Տիրոջ խոսքը, որին որ վստահեցինք լիարժեք եւ 100%-ով։ Աղոթենք։ Մեր Տեր ու Փրկիչ,
բարձրալ Աստված, ամենակարող ու ամենագետ, որ վեր ես ամեն ինչից, հրաշալի ու գեղեցիկ մեր Աստված։ Իրապես փառք ենք քեզ տալիս, որ մեզ խավարի որդի լինելուց ազատեցիր եւ լույսով որդիներ անվանեցիր։ Մեզ խավարից հանեցիր դեպի լույսը։ Թեև հիմա դեռևս ամբողջությամբ գուցե հնազանդ չենք, հարցեր ունենք, խնդիրներ ունենք, կասկածներ ունենք, Տեր Աստված, գուցե որոշ առումով թմրած ենք, օգնի, որ Տեր Աստված իրապես արթուն կանգնենք։ Հիշենք ու եւս մեկ անգամ հաստատվենք այն խոսքի վրա, որ Տեր դու շուտով գալու ես։ Եվ այդ վստահությամբ, այդ հույսով առաջ շարժվենք, Տեր։ Եվ դա ոչ թե пассив լինի, այլ ակտիվ գործողություն լինի, որպեսզի մեր կյանքում հստակ արտահայտվի թե հավատքը, թե սերը Տեր Աստված առ քեզ։ Որպեսզի մարդիկ մեզ տեսնելով քեզ տեսնեն, Տեր։ Եվ այո, փրկության սաղավարտը հագած վստահությամբ առաջ քայլենք, որ ինչ էլ որ լինի, երբ որ մեր կյանքը ավարտին հասնի, Տեր, գիտենք, որ սահմանված ենք դեպի փրկության։ Եվ այն գործը, որ սկսել ես ավարտին հասցնելու ես, ու ամեն ինչի փառքը նորից ուղղելու ենք դեպի քեզ, Տեր Հիսուս։ Մեզ հաստատիր ու մխիթարիր խոսքովը, Տեր, ու այս դժվար վիճակներում օգնի, որ որպես լույսով որդիներ քեզ փառավորենք։ Մեզ ների ու ողորմիր։ Իսկ եթե մեր մեջ կան, Տեր, մարդիկ, ովքեր որ դեռևս քեզ չեն ճանաչում, դեռևս քո զավակներ չեն, դու այցելություն արա ողորմիր։ Նրանց սիրտը բացի, որպեսզի ավետարանիդ առաջ, քո ճշմարտության առաջ խոնարհվեն եւ քեզ ընդունեն որպես Տեր ու Փրկիչ։ Որպեսզի իրանք էլ վայելեն են փրկությունը, վայելեն են քաղցրությունը, որ մենք ունենք քո մեջ, Տեր։ Ամեն ինչի մեջ դու փառավորվիր եւ դու մեծարվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Ժողովուրդ ջան, մի կարևոր բան ասեմ այս պատգամի հետ կապված, երբ որ այս Հովանու 10:27-ից 30 համարներն են ամեն անգամ դատում, մի հատ բան եմ ասում, որ ինչ լավ է, որ այդ փրկությունն որ դու ես մեզի տվել, մեր ձեռքերը չես հանձնել պահպանելու գործընթացը։ Հիշեք, մեր փրկությունը պահպանողը Հիսուսն ասում է, ոչ ոք իմ ձեռքերից չի խլի, եւ ոչ ոք հոր ձեռքերից չի խլի։ Իսկ փրկված մարդուն մեծ մխիթարություն է, որտեղ Աստված ասում է, որ Սուրբ Հոգով կընկվեցանք փրկության օրվա համար։ Ուստի երբ որ փրկված մարդը կլսե ինչ-որ մեկից, որ գիտես ինչ սխալvis կկործնես, հիշեք, վերստին ծնված մարդային աշխարհի չի սխալ, որ փրկություն կորցնի, դու այդ փրկությունը մեր ձեռքերում չէ պահպանելը, այլ Աստծո ձեռքերում է։ Եվ ոչ ոք չի կարող հոր ձեռքից խլել մեզի, Աստված օրհնեց ձեզի։ Մերսի Արթուր եղբայրս։ Սեր օրհնե։